Facebook Messenger-ը հնարավոր է ինտեգրել Pipedrive-ի հետ, որը հնարավորություն է տալիս մեկ տեղում հետևել և պատասխանել բոլոր նամակներին։ Facebook Messenger-ը ինտեգրելու համար անհրաժեշտ է ձախ անկյունից տեղափոխվել Marketplace բաժինը, որոնման հատվածում նշել Facebook Messenger, ընտրել գործիքը և սեղմել Authorize կոճակի վրա։ Բացված պատուհանում կարող ենք ընտրել, որ գործիքը հասանելի լինի կամ միայն մեզ, բոլոր օգտատերերին, կամ նշել և ընտրել մի քանի օգտատերերի, այնուհետև հետևելով հաջորդող քայլերին, install ենք անում գործիքը։ Քայլերը կատարելուց հետո Lead Inbox-ի Messaging հատվածում հասանելի կլինի բոլոր նամակները։ Այստեղ Unassigned հատվածում կարող ենք տեսնել բոլոր նամակները։ Assigned to-me հատվածում երևում են այն չաթերը, նամակները, որոնք որ նշանակվել են կոնկրետ օգտատերի։ Նամակագրությունը չաթերը օգտատիրոջը assign անելու համար սեղմում ենք Assign to կոճակի վրա և ընտրում այն օգտատերին, ում ցանկանում ենք assign անել, և ընտրելով կոնկրետ օգտատերերի կարող ենք տեսնել այն նամակագրությունները, որոնք պատկանում են նրանց։ Ձախ անկյունում մարդու կոճակի վրա սեղմելով կարող ենք նշել, որ համակարգում երևանք on-line կամ off-line։ Զանգակի կոճակով կարող ենք միացնել և ծանուցումներ ստանալ նոր նամակների մասին։ Prospector գործիքը Pipedrive համակարգում ինտեգրված գործիք է, որի միջոցով հնարավոր է կատարել լիդոգեներացիա։ Lead Inbox-ից ընտրում ենք Prospector գործիքը, բացված պատուհանում սեղմելով Edit կոճակի վրա կարող ենք ավելացնել և լրացնել այն տվյալները և ֆիլտրերը, ըստ որի անհրաժեշտ է կատարել լիդոգեներացիան։ Օրինակ Person Details-ից ընտրում ենք Job Title-ը, Country հատվածից երկիրը, տարածաշրջանը, Organization Details-ից ընտրում ենք ընկերության ոլորտը և աշխատողների քանակը։ Սեղմելով Search Prospects կոճակի վրա կհայտնվեն բոլոր ֆիլտրված ընկերությունները։ People հատվածում երևում է անձի տվյալները, իսկ Organization-ում ընկերության մասին ինֆորմացիան։ Անձի մասին տվյալները կարող ենք ամբողջությամբ նշել և տեղափոխել Lead Inbox-ում սեղմելով Add Leads կոճակի վրա, կամ սեղմելով առանձին աջ հատվածում կանաչ կոճակի վրա ավելացնել Lead Inbox-ում։ Նշված ֆիլտրները կարող ենք փոփոխել սեղմելով Edit կոճակի վրա։ My Prospects հատվածում կարող ենք տեսնել արդեն ֆիլտրված և պահպանված լիդերի տվյալները։